Եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Հայաստանն ընտրեց, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է մասնակցության եւ արդյունքների առաջին տվյալները։ Քաղաքական ուժերի շտաբներում սպասում են արդյունքներին, առաջին արձագանքներն ու հայտարարությունները։ Տասնյակահազանգեր, ձերբակալություններ եւ ընտրախախտումների մասին հաղորդումներ, ինչպիսի ընտրական օր է ունեցել Հայաստանը։ Ընտրատեղամասերից դեպի հաշվարկի սեղաններ, ինչպես է ընթանում քվեների հաշվարկը երկրի տարբեր համայնքներում։ Հայաստանում ավարտվել է ազգային ժողովի ընտրության քվեարկությունն, ընտրատեղամասերը փակվել են արդեն 2 ժամ առաջ, իսկ այս պահին ամբողջ երկրում շարունակվում է ձայների հաշվարկը։ Հայաստանում ավարտված խորհրդանական ընտրությունն աչքի է ընկել ընտրողների բարձր մասնակցությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1,476,598 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 58,097%-ը։ Այսպիսով Երևանում քվեարկել է 496,643 անձ, Արագածոտնում 69,993 անձ, Արարատում քվեարկել է 131,819 անձ, Արմավիրում 126,302 անձ, Գեղարքունիքում 97,144 անձ, Լոռիում 124,983 անձ, Կոտայքում քվեարկել է 148,202 անձ, Շիրակում 115,249 անձ, Սյունիքում 71,320 անձ, Վայոց ձորում 29,293 անձ և Տավուշում 65,579 անձ։ Սա զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ է նախորդ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ։ Այդ ժամանակ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1,281,000 ընտրող, այսինքն այս ընտրությունում իր ընտրությունն է կատարել մոտ 200,000-ով ավելի քաղաքացի։ Մասնակցության աճը քաղաքական ուժերն արդեն մեկնաբանում են որպես ընտրությունների նկատմամբ բարձր հետաքրքրության և հանրային ակտիվության ցուցանիշ։ Միաժամանակ վերջնական քաղաքական պատկերը պարզ կդառնա ձայների հաշվարկի ավարտից հետո։ Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերում շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը։ Այս պահին իմ գործընկերները տարբեր ընտրատեղամասերում հետևում են աշխատանքին։ Այս պահին միանանք 10-25 ընտրատեղամաս, որտեղ աշխատում է իմ գործընկեր Սեդա Մակարյանը։ Սեդա, քիչ առաջ հայտնեցիր, որ այդ ընտրատեղամասում կորել են կտրոնները, որոնք տպում է ԿԸՀ սարքը։ Ինչ է կատարվել և ինչ նախնական պատկեր է ձայների հաշվարկի։ Այո, Աննա, ես նման տեղեկություն էի հայտնել, բայց արդյունքում պարզ դարձավ ընդամենը սխալ հաշվարկի հետևանք էր, որից հետո մի քանի անգամ հաշվելուց հետո հանձնաժողովը գտավ, որտեղ է բաց թողումը։ Այս պահին հաշվարկը շարունակվում է, նշեմ, որ նախնական տվյալներով համար 16 քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և համար 3-ը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը այս պահին գրեթե հավասար ձայներ ունեն, սա նախնական տվյալներ են, դեռ չեն հաշվարկվել, ուղղակի առաջին տպավորությունն են փոխանցում։ Հաշվարկը դեռ ընթանում է, նշեմ, որ այս ընտրատեղամասում քվեարկել են նաև զինվորական հոսպիտալի զինծառայողները, որը գաղտնի է և այդ ձայները չեն հաշվարկվելու այսօրվա հաշվարկի ընթացքում։ Այս պահին այսքանն է, ինչպես տեսնում եք, իմ թիկունքում հաշվարկն ընթանում է, մենք ավարտենք այս պահին մեր զրույցը, որպեսզի նաև նրանց չխանգարենք հաշվարկի համար։ Աննա։ Շնորհակալություն, Սեդա։ Ընտրության արդյունքների հաշվարկի փուլում տարբեր տեղամասերից շարունակում են ստացվել նաև տեխնիկական և կազմակերպչական խնդիրների վերաբերյալ ահազանգեր։ Ընտրատեղամասերը փակվելուն պես համատարած հոսանքազրկումներ են եղել, հոսանքն անջատվել է 13-ի 7, 13-ի 6, 14-ի 4, 13-ի 37, 13-ի 44, 18-ի 14, 15-ի 53, 15-ի 54, 12-ի 49 և 14-ի 44 ընտրատեղամասերում։ Ընտրության ձայների հաշվարկի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց հաշվարկին միջամտելու փորձերի մասին ահազանգ է հնչեցրել Ուժեղ Հայաստանը։ Գոհար Մելոյանի խոսքով որոշ ընտրատեղամասեր են բերվել նաև զինվորներ։ Ժամը 8:10 է, ու հիմա տեսնում ենք մեր տեղամասերը։ 1 2 Երեք։ Չորս ժողովուրդ։
Մեկ այլ ահազանգի համաձայն Սոտքի Զորամասի հարյուրավոր զինվորների փորձել են մինչև ժամը 20-ը միանգամից մտցնել ընտրատեղամասի տարածք։ Ի դեպ ձայների հաշվարկի մեկնարկից առաջ լարված միջադեպ է գրանցվել 13-29 ընտրատեղամասում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունից հայտնում են, որ ԿՊ-ի վստահված անձը հարձակվել է իրենց կուսակցության վստահված անձի վրա։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշուքի։ Հələ նայեք, 100-ից ավել զինվորներ բերում են ներս։ Ով է ասում, ով է դուրս, որ օրենքը ցույց տվեք, օրենքը ցույց տվեք, ում հետ խոսեցիք։ Ով որ օրենքը, պարոն Ավետյան, որ օրենքը, ցույց տվեք, արձանագրեք օրենքը, ցույց տվեք ինձ, որ օրենքը, զանգեք տվեք ինձ, ոչ մի զորքը չի մտնելու, չի տրելու։ Արձանագրում է սա Մեր իրականում չենք թողի, եթե ցույց չտվավորեք։ Դուք զանգեք, ես լսեմ։ Մի վարքան թողա զանգեք։ Դուք զանգեք, ես լսեմ։ Հանձնաժողովի նախագահի Ես պահանջում եմ իրար ներկայություն ստեղ չլինի։ Ու վերջ։ Ես Ընտրախախտումների մասին ահազանգերը չեն դադարել ամբողջ օրվա ընթացքում։ Ընտրատեղամասերից մեկում քվյախցիկի վերևում գաղտնի տեսախցիկ են հայտնաբերել, որը բացահայտել են դիտորդները։ Մեկ ուրիշում ահազանգ էր եղել ընտրողներին տեսանկարահանող ակնոցներ բաժանելու մասին։ Կրկնակի քվեարկության կասկածներից մինչև քվեարկության գաղտնիության խախտման մասին հաղորդումներ։ Ինչ պատկեր է ձևավորվել ընտրության օրը, դիտենք ռեպորտաժում։ Կրկնակի քվեարկություն, հոսանքազրկված ընտրատեղամասեր, քվեարկություն 2 հոգով, վիճաբանություն ու փոխադարձ մեղադրանքներ։ Խորհրդարանական ընտրության օրը դեռ չի ավարտվել, սակայն արձանագրված ընտրախախտումներն անհաշվելի են։ Գյումրիի 31 կոտորակ 53 ընտրատեղամասում 2 անձով քվեարկություն է գրանցվել։ Ըստ իշխանություն լրատվականի Գորիսում պայմանագրային զինծառայողներին պարգևավճար են խոստացել ընտրությանը մասնակցելու եւ ԿՊ-ի օգտին քվեարկելու համար։ Երևանի թիվ 14 կոտորակ 12 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների սեղանների վրա գտնվող քվեաթերթիկների մնացորդների քանակը տարբեր է։ 15, 16 եւ 19 համարի քվեաթերթիկները սեղանի վրա զգալիորեն ավելի շատ են, քան 3 եւ 7 համարներին է։ Վայոց ձորի մարզի թիվ 36 կոտորակ 15 ընտրատեղամասում ԿՊ-ի քարոզչական նյութերը տեղամասից անթույլատրելի հեռավորության վրա են։ Երևանի թիվ 14 կոտորակ 15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել է միաժամանակ 1-ից ավելի ընտրող։ Հայակվեն էլ ահազանգում է, որ Երևանի 9 կոտորակ 50 տեղամասի ընտրացուցակում ներառված են մարդիկ, որոնք մահացել են կամ չեն բնակվում այդ հասցեում։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թեղուտի վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում քվեախցիկ եւ օգնում ընտրողներին։ Արարատի 12 կոտորակ 15 ընտրատեղամասում համայնքի ղեկավարը դիմավորում եւ ուղղորդում է բնակիչներին։ Ազատ քվե դիտորդական առաքելությունը ֆիքսել է, որ Լոռու մարզի 23 կոտորակ 24 ընտրատեղամասում 2 ոստիկան օրենքի խախտումով մուտք են գործել տեղամաս եւ հետեւում են քվեարկության ընթացքին։ Երևանի թիվ 1 կոտորակ 3 ընտրատեղամասում տեսահսկման խցիկի տեսադաշտում չեն գտնվում քվեաթերթիկների տրամադրման եւ պահպանման վայրերը։ Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 59 ընտրատեղամասում ԿՊ-ականների ուղղորդմամբ քվեարկության եկած տղամարդը ցանկանում էր քվեաթերթիկը դուրս բերել։ Արմլուր լրատվականը հայտնում է, որ քվեախցիկում ընտրողին աջակցելու փորձ է տեղի ունեցել Մարտունու 21 կոտորակ 5 ընտրատեղամասում։ 9 կոտորակ 6 ընտրատեղամասում քաղաքացին պնդում է, որ իր հասցեում մարդ կա գրանցված, որին ինքը չի ճանաչում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը հայտնում է, որ Ալավերդու 24 կոտորակ 11 ընտրատեղամասում ԿՊ-ականներն իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից ի ապացույց ԿՊ-ին քվեարկելու փաստի։ 31 կոտորակ 6 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթների։ 25 կոտորակ 8 տեղամասում ընտրողը դուրս է հանել քվեաթերթիկները ցուցադրելով 3 համարը։ 8 կոտորակ 10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։ Ըստ հետքի փոխանցած տվյալների Շենգավիթ վարչական շրջանի 8 կոտորակ 23 ընտրատեղամասում նաև քվեախցիկում լուսավորությունը պատշաճ ապահովված չի եղել, ինչի արդյունքում մարդիկ լույս են փնտրել քվեախցիկից դուրս։ Թալին քաղաքի 18 կոտորակ 30 ընտրատեղամասում ԱԳ նախարարի օգնական Արագածոտնի մարզի նախկին փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը ընտրության է գնացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանիշ քարտեզը կրծքին, տեղեկացնում է հետքը։
Ըստ Ազատ քվե դիտորդական առաքելության դիտորդի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22 կոտորակ 32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ եւ ճնշման դրսեւորումներ։ Մասնավորապես ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը ըստ դիտորդի ուղղորդել է ընտրողներին դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ եւ հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։ ABC մեդիայի տեսախցիկը ֆիքսել է, որ 15 կոտորակ 42 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը ցանկացել է օգնել մյուս քվեախցիկում կանգնած ընտրողին։ Հանձնաժողովի նախագահի միջամտելուց հետո քաղաքացին արձագանքել է՝ մի տնից ենք։ Օշականի մշակույթի տուն 17 կոտորակ 25 ընտրատեղամաս քաղաքացիները մուտք են գործել քվեաթերթիկով։ Օձուն գյուղի 24 կոտորակ 09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը եւ անտառատնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորել ու ուղղորդել են ընտրության։ Գյումրու 31 կոտորակ 41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դարձել, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին ու այնուհետև նետում աղբարկղը։ Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես առաջ մեր նկարահանողումն է շրջել Երևանի փողոցներում եւ պարզել, թե հանուն ինչի են քվեարկել քաղաքացիները։ Լսենք։ Մասնակցել եք այսօր ընտրություն։ Անպայման գնացել եմ մասնակցել, իմ պարտքը տվել եմ եկել։ Իսկ հանուն ինչի եք քվեարկել։ Մեր ազատ ապրելու երեխեքի համար որ էլ զոհ չունենանք բանակում։ Ափսոս էին մեր երեխեք, իրոք ափսոս էին։ Ազատ, անկախ, արժանապատիվ Հայաստանի համար։ Կարող եմ ասել, նույնիսկ ում եմ քվեարկել։ Համար 17-ին։ Մեկ հարց, հանուն ինչի եք այսօր քվեարկել։ Հանուն խաղաղության։ Որ խաղաղություն լինի մեր երկրում, պատերազմ չլինի, բոլորը ապրեն հավասար։ Մեր ազատ, անկախ Հայաստանի։ Զարգացած, առաջացած։ Հանուն պայծառ ապագա ունեցող Հայաստանի։ Հանուն խաղաղ, արդար, ճշմարտախոս, միայն այդպիսի Հայաստան։ Հանուն լավ ապագայի մեր երեխաների համար, ուզում եմ իմ թոռնիկները, իմ երեխաները, ինչպես նաև մեր հայ ժողովրդի բոլորի երեխաները լավ, երջանիկ, գրագետ, ամենից առաջ ես շատ եմ գնահատում գրագիտությունը, թող դպրոցները լավը լինեն։ Քվեների հաշվարկը շարունակվում է, նախնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել, բայց տարբեր տեղամասերից կան նախնական թվեր, որոնց կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամի ալիքում։ Իսկ ինչ կարող է լինել ընտրական գիշերը, հնարավոր 5 հիմնական սցենարի մասին է պատմում Անի Աբաղյանը։ Դիտենք ռեպորտաժը։ Երբ քվեատուփերը փակվել են, ձայները հաշվում են, քաղաքական ուժերի շտաբներում սպասում են առաջին արդյունքներին, ինչ կարող է լինել ընտրական գիշերը։ Հնարավոր 5 հիմնական սցենար է քննարկվում։ Եթե որևէ քաղաքական ուժ ստանում է խորհրդարանական մանդատների առնվազն 52%-ը, ընտրության արդյունքն արդեն փաստացի որոշված է։ Այդ ուժը սահմանադրական կարգով անցնում է կառավարության ձևավորմանը։ Երբ ոչ ոք մեծամասնություն չի ստանում, ինչն ամենահավանական տարբերակն է, առաջին տեղը զբաղեցրած ուժը ստանում է կոալիցիա ձևավորելու առաջնային իրավունք։ Եթե չի հաջողվում, նույն հնարավորությունը տրվում է երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժին։ Երբ քաղաքական ուժերը սկսում են կոալիցիա կազմել, նրանց հիմնական նպատակը միասին խորհրդարանական մեծամասնություն հավաքելն է։ Օրենքը դրա համար նախատեսում է սահմանափակ ժամկետ։ Եթե համաձայնություն ձեռք չի բերվում 7 օրում, գործընթացը տեղափոխվում է հաջորդ փուլ։ Հաջորդ փուլը նույն երկրորդ փուլն է։ Մասնակցում են ամենաշատ ձայներ ստացած երկու քաղաքական ուժեր։ Հաղթողը ստանում է լրացուցիչ մանդատներ, խորհրդարանում 52% մեծամասնություն ապահովելու եւ կառավարություն ձևավորելու համար։ Ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարանում։ Բողոքարկողը պետք է ապացուցի, որ արձանագրված խախտումները էական ազդեցություն են ունեցել քվեարկության վերջնական արդյունքների վրա։ Այստեղ նաև էական է, թե ով է դիմում դատարան՝ իշխանական ուժը, թե ընդդիմադիր։ Սահմանադրական իրավունքի մասնագետները նշում են, նման պարագայում միշտ իշխանության ցանկությամբ են որոշումները կայացվում։
Այսպիսով, ընտրական գիշերվա ինտրիգը միայն այն չէ, թե ով է հավաքել ամենաշատ ձայները։ Որոշիչ կարող է դառնալ նաև այն, թե արդյոք քաղաքական ուժերը կկարողանան պայմանավորվել, կձևավորվի կոալիցիա, թե երկիրը կգնա ընտրությունների երկրորդ փուլ։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս պահին այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ի հրապարակումներին բոլոր հարթակներում, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով։ Կհանդիպենք կեսգիշերին։